Նախ մենք հաճախակի լսում ենք Ռուսաստանից, ընդ որում մարդկանցից, որոնք զբաղեցնում են կարգին բարձր պաշտոն, պետական ապարատի մեջ, մարդկանցից, որոնք երկար ժամանակ ներկայացրել են իրենց որպես Հայաստանի շահերը հետապնդող, Հայաստանի լավագույն բարեկամ, խոսքս գնում է հենց Զատուլինի մասին, որ մեր համար այդքան էլ կարևոր չի, սենց ասեմ, կոնկրետ բառ առ բառ տեքստը չեմ կարող վերարտադրել, բայց բովանդակությունը հետևյալն է, որ մեր համար ոչ այդքան կարևոր է, թե ինչպես կանցնեն ընտրությունները, ինչքան կարևոր է, թե ով կդառնա կամ ով չի դառնա ավելի շուտ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հա, իրենք չեն ճանաչելու, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Ինչ է դա նշանակում։ Ուրեմն, եթե ասենք, վերցենք իդեալական տարբերակ, Հայաստանում իդեալական ընտրություններ են տեղի ունենում, եւ որոնք ճանաչվում են բոլորի կողմից, եւ ձևավորվում է որոշակի իշխանություն։ Ուրեմն մեր հյուսիսային հարևանը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները միայն այն բանի պատճառով, որ ընտրվել է ոչ այդքան հաճելի իր համար անձնավորությունը, հա։ Իսկ ինչ է նշանակում նման պետության կողմից չճանաչել ընտրված իշխանությանը։ Դա դրական է թե բացասական, պարոն Բաբայան։ Դա բացասական է բոլոր պարագաներում, որովհետև չճանաչված իշխանության հետ դու չես մտնում հարաբերությունների մեջ։ Դու սկսում ես դա արդեն արտահայտել տարբեր ձևերով։